Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Բաքուն Արցախ է տանում Շուշի և Ստեփանակերտ։ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտնել է, որ դիվանագետների օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Նա չի մանրամասնել, թե որ երկրների դիվանագետներն են այցելում Արցախ։ Արցախի իշխանությունները դատապարտել են ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը, թե 2023 թվականին արցախցիները չեն կռվել։ Այդպես նա արդարացրել էր Արեն Սիմոնյանի հայտարարությունը, թե արցախցիները չեն կռվել ու պետք է մնային ու պայքարեին իրենց հողում։ Սուքիասյանը նաև ասել էր 2023 սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ Արցախում 10 մարդ է զոհվել։ Ավելի ուշ ՔՊԱ-կան պատգամավորը ներողություն էր խնդրել, հայտարարելով, թե սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել է 10 զոհի մասին։ Արցախի իշխանությունները հայտարարել են Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը պարունակում է արցախցիների նկատմամբ պատելության ներազգային պառակտման տարրեր։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել եւ այդ իրադարձությունից ավելի քան 100 տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ։ Armenpress-ի հետ զրույցում նա նշել է, Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը ագրեսիայի գործողությունների ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք եւ հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, որոշ երկրներ, որոնք ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից անտեսում են այդ խնդիրները։ Այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին ագրեսիայի եւս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ, շեշտել է Նիկոլա Բեյը։ Եվրամիության երկրների արտգործնախարարները մայիսի 9-ին կհավաքվեն Կիևում նշելու Եվրոպայի օրը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Պուտինը մեծ տոնակատարություններ է ծրագրում Մոսկվայում, դա նրանց համար հաղթանակի օրն է, մեզ համար սա Ուկրաինայի հետ համերաշխության պահն է, շեշտել է Բարոն։ Նախորդին հայտարարվել էր, որ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կլինեն մասնակցելու երկրորդ համաշխարհայինում հաղթանակի տոնակատարություններին։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից սակայն դեռևս հստակ չեն նշում, արդյոք Փաշինյանը մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին տեղեկացրել է Փարիզում Ուկրաինայի, Ֆրանսիայի ու եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ շփումների մասին։ Լավրովն իր հերթին վերահաստատել է, Մոսկվան պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները հուսալիորեն վերացնելու նպատակով։ Ֆլորիդայի համալսարանում կրակոցներ են հնչել, 5 մարդ մահացել է, 6-ը վիրավորվել, վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդվում է 1 ձերբակալվածի մասին։ Համաս շարժումը պաշտոնապես մերժել է հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը, պաղեստինյան կազմակերպությունը միաժամանակ հայտարարել է, պատրաստ է անհապաղ բանակցել այնպիսի համաձայնագրի շուրջ, որի արդյունքում ազատ կարձակվեն մնացած բոլոր պատանդները, պատերազմի ավարտի եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ 59 իսրայելցի պատանդ դեռևս Համասի գերության մեջ է, նրանցից 24-ը ողջ են համարվում։ Իսրայելի վերջին առաջարկը ենթադրում էր 45 օրյա հրադադար 10 պատանդի ազատ արձակման դիմաց։